Հուլիսի 23-ն է, գտնվում ենք Արագածոտնի մարզի Մելիք գյուղում, որտեղ գիշերը հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները վարչության պետ Արթուր Եգանյանի գլխավորությամբ հետո արդեն դեպքի վայր հրավիրված ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության ապարանի բաժնի ծառայողներն ու ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ այստեղ մի քանի ժամ շարունակ աշխատանքներ են իրականացրել եւ դա առաջին հերթին բացահայտվել է առանձնապես սահմռկեցուցիչ դաժան սպանություն։ Մոտ 4 ամիս առաջ Մելիք գյուղի կինը Ռուզան, գյուղացիները ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում են տիկին Ռուզաննան անետ կորել էր, հարազատները դիմել էին ապարանի ոստիկանություն եւ հայտնել, որ կորել է կինը եւ 4 ամիս շարունակ ապարանի համայնքային ոստիկանները որոնողական աշխատանքներ էին կատարել, գյուղացիները նշում էին անգամ ոստիկանությունն է տեսանյութ հրապարակել, որ կինը որոնվում է ու մեկ շաբաթ հետո Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ապարանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնում է քրեական վարույթ, ճիշտ ասած գյուղացիները նշում էին նաև ասում են մենք հույս չունենք, որ դեպքը կբացահայտվի, որովհետև մտածում ենք, ասում են կարողա տարիքով կինա դաշտերն է գնացել, սարերն է գնացել, դարել է գազանների հարձակման զոհ, բայց Արագածոտնի քրեական ոստիկանները նորից կարող կրկնվեմ վարչության պետ Արթուր Եգանյանի ում ղեկավարությամբ է այդ դաժան սպանությունը բացահայտվել, աշխատանքների արդյունքում փաստերի ճշմարտ տակ սպանվածի երկու որդիները 2001 եւ 2006 թվականին ծնված որդիները փաստերի ճշմարտ տակ խոստովանել են, որ իրենք են սպանել իրենց մորը եւ դին նա որոնվող կնոջ տունն է, տեսնում եք, իսկ տանը կից այս կիսակառույցում են գիշերը իրավապահները որդիների ներկայությամբ փորել եւ մահացած սպանված կնոջ մարմինը այստեղից են դուրս անել դեպքի փաստով հարուցված քրեական վարույթի շրջանակում քննիչի որոշմամբ երկու որդիները որպես կասկածյալ ձերբակալվել են իմ տեղեկություններով նրանք խոստովանել են համենայն դեպս նրանցից մեկը ասել է որ ինքն է գրդնակով հարվածել եւ հիմա տեսնում եք սա այն վայրն է որտեղից որ հայտնաբերվել է որդիների կողմից առանձնակի դաժանությամբ սպանված մոր մարմինը ինչու աշխարհը այսքան չարացել մարդ չի հասկանում հիմա այս տարածքը հսկում են համայնքային ոստիկաններն ու պարեկները բայց ճիշտ է դաժան դեպք է եղել բայց նորից եմ ասում չեմ կարա հատուկ չնշել Արագածոտնի ոստիկանության քրեական ոստիկանների հսկայածավալ աշխատանքը ամբողջ գյուղից մոտավորապես մի 10 հոգու հետ զրուցել եմ հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին մենք մտածում ենք աղա կինը գնացել է սարերը բայց երեք գիշեր որ տեսանք ոստիկանական մեծ ուժեր ժամանել են այստեղ այն որ ասում կայծակնային արագությամբ լուրը տարածվեց գյուղով մեկ որ կինը ոչ թե սարերն է գնացել ոչ թե գազանների զոհ է դարձել այլ իր կողմից ծնած սնած պահած երկու որդիների կողմից
սպանվել է։ Նայել տունն է հենա, իրենց տունն է հիմա կապարակնքված է քննիչի կողմից։ Տունն է եւ հեռավորության վրա գրեթե մի 30 մետր կլինի, չէ՞։ Մոտ 30 մետր հեռավորության վրա է։ 4 ամիս ստահակներ ձեզի կյանք տվողի կյանքը խլել եք ու դուք ոնց եք ձեր գլուխը դրե բարձին։ Սա էլ տունն է։ Յուղում էլ արդեն բաները կնստի, այն խոսակցությունները, որ ասում էին կինը գնացել է դաշտերը։ Բայց իմ տունը մարդ մնում են, մարդ չկա, չէ։ Լույսերը վառ։ Հա, ստեղ իրենց եւ գործն արել են, հենա տարել են այնտեղ խեղտատի։ Ոնց են գլուխները դրե բարձին քնե 4 ամիս։
Ես գիտեմ շորս ընդեղ եմ թողը։ Good.